Կառավարությունը ըստ էության ՔՊ-ն նոր նախաձեռնություն ունի քաղաքականապես վերացնել քաղաքական հայտարարությունների համար հայհոյողներին։ այդ մարդիկ քաղաքականապես վերանալու են։ Մի աբսուրդ կա միայն, իշխանականները հայհոյանքի դեմ մարտնչելու են հայհոյողներով։ Օրինակ Արսեն Թորոսյանը, որ քաղաքական վենդետա է խոստանում հայհոյողներին, բայց հենց ինքն է հայհոյանքը խորհրդարանական ամբիոն բարձրացնում։ Ով մեզ, ինձ, իմ թիմակիցներին կամ որևէ այլ մարդու, ասի թուրք, որպես հայհոյանք, դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ։ Ըստ ՔՊ խմբակցության քարտուղարի Արսեն Թորոսյանի քաղաքական թիվ 1 ամբիոնից հեր, լավ ու ընտանիք նախշելը անընդունելի բան չէ, որ մի քաղաքական վենդետայով էլ Թորոսյանին անցկացնեն։ ՔՊ-ականների հայհոյանքի դեմ քաղաքական վենդետաները ընդդիմախոսների համար են։ Առասարակ վենդետա են իրականացնում մարդկանց, այն մարդկանց նկատմամբ, որոնք մեղավորություն ունեն եւ այդ մեղավորությունը ընդհանրապես անունները, որոնք դուք համեմատում եք, համեմատելու չի են մարդկանց հետ, ում մասին որ մենք խոսում ենք։ Իշխանականները մանիպուլացնում են անգամ հայհոյանքների հարցերը, նկատում են ընդդիմադիրները։ Լևոն Քոչարյանի բառամթերքը հիմա համեմատում եք Արսեն Թորոսյանի ասացի հետ։ ՔՊ-ն ներկայացնում է, թե մայիսի 14-ին խորհրդարանում ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանն իրենց քաղաքական հայտարարություններին ի պատասխան է հայհոյել։ Այնինչ ամեն ինչ սկսվել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի Քոչարյանների հասցեին արած ընտանիքի անդամին վերաբերող վիրավորական արտահայտությունից հետո։ Լևոն Քոչարյանի գործողությունները թեկուզ նաև վրդովմունքից ելնելով եղել են համարժեք այն ամեն ինչին, ինչ հրահրել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները, մի քանի անդամներ ազգային ժողովում։ Փաշինյանի թիմը լավ գիտի, որ ձախողել է արտաքին քաղաքականությունից մինչև հասարակական համերաշխության հարցերը։ Որքան շատ լինի աղմուկ աղաղակը, այնքան աննկատ կմնան ձախողումները, շարունակում է Հայաստան խմբակցության ղեկավարը։ Նրանք բեմադրում են բախում, աղմուկ, ցածրորակ շոու, սկսում են գոռգոռալ, վիրավորել, քոչվորներին բնորոշ ոհմակային սադրանքներ հրահրել։ Ամեն ինչ արվում է մեկ նպատակով՝ խեղդել թեման, փշրել բովանդակությունը, քաղաքական դաշտը վերածել Նիկոլ Փաշինյանի սրտի քաղաքական թատրոնի։ Իսկ այդ թատրոնի իմաստը մեկն է՝ ժողովրդին հիասթափեցնել պետությունից, պաշտոնյաներից, քաղաքական գործընթացներից, ըստ էության մոլորացնել իրականությունից։ Հայաստան խմբակցության ղեկավարի համոզմամբ Փաշինյանականների թիրախում երկրորդ նախագահի ընտանիքը պատահական չէ հայտնվել։ Մարդ, ով իր անձնական օրինակով, իր գաղափարական եւ մարտական ընկերների հետ միասին պատերազմից դուրս եկավ հաղթող եւ որի ղեկավարությամբ կառուցվեց պետական համակարգ, որն այսօր իրենք փորձում են ոչնչացնել որպես անցանկալի հիշողություն։ Լսել են ընդդիմադիրները ՔՊ-ի ելույթները, թե Լևոն Քոչարյանը մայիսի 14-ի միջադեպից հետո խորհրդարան վախից չի գալիս։ Թող որևիցե մեկը այստեղ ազգային ժողովում ելնելով իրենց այդ քանակությունից ինչ որ տղայական վիճակ, տղայական տրամադրություն չստեղծի, ոչ ոք չի վախենի։ Հայաստան խմբակցության պատգամավորների պնդմամբ Լևոն Քոչարյանը մայիս 14-յան հրմշտոցից անմիջապես հետո խորհրդարան չի եկել նախ հերթական բախումը կանխելու համար։ Հայաստանի քաղաքացիները Հայաստանի օրենսդիրից օրակարգային հարցերի քննարկում լուծում են ուզում, ոչ թե կռիվների բեմադրություն, ով ավելի ուժեղ քացի կտա։ Կամ ով է վախկոտը, նա, որ ՔՊ-ականների ներկայությամբ հայտարարում է Իրան դուրս շպրտեմ այնտեղից։ Թե ՔՊ-ականները, որ մայիսի 14-ին հայհոյանքների հրավառություն են անում խորհրդարանի դահլիճում, Հայաստան խմբակցության պատգամավորի բացակայությամբ դատարկ աթոռների ֆոնին։ Չէ կարա խոսակ։ Ընդդիմադիրներն ընդհանրեն ուզում են, որ կողմնորոշվի ՔՊ-ն։ Խոսել է քաղաքական վենդետաների մասին, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ վենդետաներ չեն լինելու։ Այս հակասությունը ոնց հասկանանք։ Հակասություն չկա ընդհանրապես, այո, վենդետաներ չեն լինելու, բայց քաղաքական վենդետաներ լինելու են։ Արփիս Քեսյան, Նորա Շարբաթյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։